Ողջույն բոլորին, այս տեսանյութում հաջորդ շաբաթվա կանխատեսումն է հունվարի 12-ից մինչև 18 ընկած ժամանակահատվածի համար։ Կփորձեմ այս ալիքում շաբաթ օրը անել կանխատեսումը, իսկ մյուս ալիքում շաբաթվա կանխատեսումը կիրակի օրը։ Տեսնենք, հա, դեռևս լիարժեք խոստում չեմ տալիս, տեսնենք ինչպես կստացվի։ Եվ այսպես միշտ կլինի, հա, նույն ձև և այն ալիքի համար և այս ալիքի համար երկուսի համար էլ կլինի նույնն է, նաև արդեն կլինի ամսական կանխատեսումները ես կանեմ կտեղադրեմ ալիքում, բայց դեռ չեմ գցի և 6 նշանով այդպես կտեղադրեմ, եթե տեսնում եք, որ սկիզբն է, հա, ապա պետք է սպասեք հաջորդ օրը ձեր կանխատեսմանը։ Հաջորդ օրվա ամենօրյա կանխատեսումը կտեղադրեմ մի փոքր ավելի ուշ, որպեսզի տեղադրվի, որ սիրուն լինի, հա, ալիքը այդպես ամսեկանը գեղեցիկ լինի։ Հնարավոր է նաև եթե հասցնեմ նաև մյուս ալիքի համար էլ։ Խոսք չեմ տալիս, բայց հավանականությունը շատ մեծ է, որովհետև ասել եմ, որ շատ ազատ եմ և ժամանակ ունեմ յուրաքանչյուր տեսանյութ անելու համար։ Եվ ինչպես միշտ նայել ենք, հիմա էլ կնայենք անձնական կյանք, աշխատանք, ֆինանսներ և առողջությունը և ընդհանուր ֆոնը, այսպես։ Իսկ ամսվա կտրվածքով արդեն մեկ այլ կերպ է լինելու, կտեսնեք ամսվանը և կկանեմ։ Եվ առանձին տեսանյութեր ևս կլինեն շաբաթվա ընթացքում, դեռ մտածում եմ կգրեմ ինձ մոտ ովքեր որ հետաքրքրված են ոչ տեսանյութերով, կխնդրեմ գրեք Viber-ին, որովհետև հա մի գրեք մեկնաբանություններում մարդիկ նայում են, գողանում են, ձեր ասածը անում են, լավ կլինի, որ գրեք Viber-ին, օրինակ գրեք, բարև ձեզ, ես կցանկանայի օրինակ քարտերով տեսնել այս տեսանյութը։ Այդպես, նաև աստղաբանությամբ, նաև թվագիտությամբ, հա, ինչ տեսանյութ ընդհանրապես կցանկանայիք տեսնել, բոլորը Viber։ Գրեք, ուղղակի այդ երկու բառը գրեք, իրենք այնտեղ կկարդան և ինձ կտեղեկացնեն։ Իսկ այժմ սկսենք իհարկե խոյերից, տեսնենք ինչ է սպասվում խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին հունվարի 12-ից 18-ը, ընդհանուր ֆոնը տեսնենք։ Ընդհանուր ֆոնը որևիցե կին է, ում հետ որ այս շաբաթ կարող եք աշխատել, կարող է պատվիրում է ձեզ, ձեր ծնողն է, բայց է կին է, ով որ շատ կարևոր է այս շաբաթ ձեզ համար։ Ընկերուհի է, ընկերուհի է, գործընկեր է, այդպես կամ միգուցե հարաբերություններում եք, բայց որը որ այս շաբաթ կարող է այդ կնոջ հետ լինի, ավելի ընկերական լինեք, ավելի հավեսով լինի, եթե այնտեղ անձնականին է վերաբերում։ Տեսնենք մնացած ոլորտները։ Ինչ է սպասվում խոյերին անձնական հարաբերություններում, աշխատանք, աշխատանքի բնույթով է այդ կինը փաստորեն։ Ուրեմն անձնական կյանքում ինչ-որ բան է տեղի ունենալու, որը որ ձեզ բավականին շատ կուրախացնի։ Տեսնենք ինչ է, միգուցե նոր ծանոթություն է, այստեղ կամ խաբեության ավարտ է, կամ մի քիչ խորամանկ քայլ եք արել և դիմացինին օրինակ կամ ասել եք ձեր զգացմունքների մասին, կամ ոչ մի բան է, որին հասել եք ձեր խորամանկության շնորհիվ։ Կամ դա նաև կարող է լինել այստեղ տան խաբեության, հա, ինչ-որ հարաբերությունում խաբեության վերջակետը, ոնց որ այլևս ձեզ ոնց որ չեն կարող խաբել կամ ինչ-որ նմանատիպ ոչ բան։ Դա ինչ-որ բան է, որից որ կուրախանաք այլևս ոնց որ ինչ-որ բան չկա։ Հետ է մնացել, դա այլևս չկա։ Եվ աշխատանքում այստեղ ոչ կին է, ով որ և նաև գլխավոր է, միգուցե ձեր տնօրենն է, միգուցե աշխատակից է, կամ ձեր ընկերն է, ով ձեզ օգնում է աշխատանքի տեղավորվել։ Տեսակ նույն բանը ընկավ, ինչ որ վերևում դա նշանակում է հենց այո, ձեր ընկերն է կամ ընկերական մթնոլորտ կլինի, կամ ձեր մենեջերը, ձեր տնօրենը ավելի ընկերական կլինի, ավելի անմիջական կլինի ձեզ հետ, բոլորիդ հետ, միգուցե կամ հենց անձամբ ձեզ հետ։
Կամ սա օգնում է ձեզ աշխատանք փնտրելու կամ դուք եք օգնում իրեն աշխատանք փնտրելու։ Ինչ որ մեկն է, որ աշխատանքի բերումով նաև կարող իր այդ գործ եք ուզում սկսել։ Իր այդ գործ եք անում։ Նաև ֆինանսների հետ կապված ինչ որ որից է փաստաթուղթ է, կարող է ինչ որ թուղթ է, որտեղ գրված է, որ այսքան պետք է վճարել, կամ թուղթ է, որ պետք է գնաք, օրինակ գումար ստանաք, կամ փաստաթուղթ եք ստորագրում ֆինանսական, կամ գրում եք ցուցակ, որպեսզի գնաք առևտուր անելու։ Նաև կարող է սա դրսից է գումար, կամ դուք եք ուղարկում, կամ իրենք են ուղարկում ձեզ գումար, կամ այնպեսի մի բան է, սա կարող է պայմանագիր է, որից է ժառանգություն է, որ ձեր ցանկությամբ է։ Եվ առողջությունը բացարձակապես այստեղ խնդիր չկա, լավ կլինի, որ լավ շատ քայլեք, վազեք նաև, եթե հնարավոր է, ձեր առողջությունը այլ ավելի կամրապնդվի։ Սա կարող է նաև գնում եք ոչ մի երկիր, ոչ միտեղ ձեր առողջությանը հետևելու համար, այնտեղ կամ վիրահատության կամ նմանատիպ բաներ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հունվարի 12-ից 18-ը։ Ընդհանուր ֆոնը ընկերներ, միգուցե ամենտեղ ընկերական մթնոլորտ է, միգուցե ընկերներին եք հանդիպում, ընկերների հետ շատ եք անցկացնում ժամանակ, կամ ընկերներին եք հանում ձեր կյանքից, ինչ որ մարդկանց, ովքեր որ ավելորդ են, հանում եք, կապը խզում եք, օրինակ իրանց հետ եւ այլևս չեք շփվում իրանց հետ։ Կամ սա ընկերական թարմացում է։ Նոր ընկերներ են գալիս, ոնց որ հանել եք արդեն ինչ որ մարդկանց եւ այս շաբաթ ոնց որ նորերն են գալիս։ Ուշադիր եղեք, այստեղ հա մեկը մյուսին չվնասի, դուք ձեր ընկերոջը այդպես կամ ձեզ այդպես։ Դեմար ուշադիր եղեք։ Գուցե նաեւ կարող ընկերը վիրահատության է գնում եւ գնում եք իրեն օգնելու։ Անձնական կյանքը ցուլերի Այստեղ անձնական կյանքում նոր սեր, նոր հարաբերություններ, նոր հնարավորություններ, սիրային հարցերում, սիրո խոստովանություն, հիանալի պահեր են այստեղ, նոր կյանքի իմաստ կարող եք գտնել անձնական կյանքում, ինչ-որ մեկին կարող եք տեսնել, սիրահարվել, ինչ-որ մեկն է, ով որ կառանձնանա, հա, բոլորից եւ կարող գրավել ձեր։ Կարող նաև սա լինի պետական աշխատող, պաշտոնյա կարող է լինել, կամ սա ընտանիքում է ոչ փոփոխություն, ոչ մի լավ բան է տեղի ունենում, որը որ ձեզ համար նոր կյանքի իմաստ է ստանում եւ կամ ձեր օրինակ ձեր սիրելին է պաշտոն ստանում, ձեր ընտանիքի անդամներից մեկն է պաշտոն ստանում, որը եւս էլի ինչ որ մի բան է փոխվում ձեզ մոտ։ Եվ այստեղ աշխատանքի հետ կապված բավականին շփում խոսակցություն, նաև բամբասանք է, նաև ուղղակի խոսում եք, շփվում եք աշխատանքի բերումով, քննարկում եք։ Նաև այստեղ կարող է նամակ ստանաք, փաստաթուղթ, ոչ աշխատանքի հետ կապված, միգուցե ռեզյումեն է, որ կարող եք բաժանել այս ու այն կողմ։ Նաև կարող եք փաստաթուղթ ստորագրել, օրինակ աշխատանքային պայմանագիր ստորագրել։ Նաև եթե բիզնես է, ապա բիզնեսի հետ դա կարող է կապված լինել, հա, ինչ որ փաստաթուղթ եք վերցնում, բիզնես եք բացում, բիզնեսի հետ կապված ինչ որ հարցեր եք լուծում։ Գումարի հետ կապված այստեղ ընտրության առջև եք կանգնած, միգուցե ծախսեք, չծախսեք, թե կամ ինչ անեք, սա անեք, թե նա անեք, ինչպես վարվեք գումար աշխատելու կամ հա եւ նմանատիպ։ Կամ ինչ որ իմաստուն որոշում պետք է կայացնեք, որը հետագայում բնականաբար ազդելու է ձեր ապագայի վրա, դրա համար իմաստուն որոշում պետք է կայացնեք, այստեղ շատ կարևոր։ Կամ օծերը կարող ձեզ շեղեն, հա, ինչ է սա անում, սա պետք չի, սանից ով է գումար աշխատում, այնքան մանր-մունր բաներ կան, որ մարդիկ իրոք դրանից գումար են վաստակում, բայց նաև կան լիքը օծեր, ովքեր որ իրոք շեղում են, մտածելով թե բա սա ինչ է, որ սրանով գումար վաստակես, բայց իրոք շատերը կան, որ այդ անիմաստ բաներից գումար են վաստակում։ Եվ առողջության այստեղ անպայման պետք է հետևեք, անպայման խնդիրներ կան, կանցնեն, խնդիրները կանցնեն, բայց պետք է հետևեք, հետևելու գնով է այդ խնդիրները անցնում ձեր մոտ առողջության հետ կապված։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։
Գնանք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին հունվարի 12-ից 18-ը։ Ընդհանուր ֆոնը։ Սա իմաստություն է, կյանքում նոր ոչ է իմաստ գտնել է, սա շրջապատն է, սա հասարակական կյանքն է, սա նաև պաշտոն կարող է լինել, որը կարող է գրավի ձեզ կամ ինչ-որ մարդիկ ձեզ առաջարկեն, հա, այդ պաշտոնը, որպեսզի այդ պաշտոնը զբաղեցնեք։ Նաև կարող է շաբաթ ուղղակի հենց իրոք ինչ-որ մի պաշտոն եք զբաղեցնում։ Ինչ-որ կնոջ հետ է կապված, միգուցե կին է, կամ դուք եք սա, կամ ձեր կինն է, որ կարող է պաշտոն զբաղեցնել, կամ ինչ-որ աղջիկ է, որ ձեզ մտցնում է ինչ-որ մի շրջապատ, որտեղ որ ձեզ շատ լավ կզգաք։ Կամ տղաների համար սա միգուցե նոր կին է, ով որ կմտնի ձեր կյանք եւ ձեր կյանքը նոր իմաստ կստանա։ Տեսնենք անձնական կյանքը։ Անձնական կյանքում կարծես թե այդքան էլ ամեն ինչ լավ չէ, կամ սա տուն եք հավաքում մաքրում, որ տեղափոխվեք մեկ այլ տեղ, մեկ այլ տարածք, կամ սա վեճ է։ Փորձության մեջ եք, հարաբերությունները փորձության մեջ են եւ կարող եք նաեւ վիճել, չդիմանաք այդ փորձությանը, իրար հետ վիճեք եւ կարող է սա նաեւ հեռացում լինել։ Սա պետք է անպայման այս փորձությունը անցնեք։ Երբ որ սա անկած է, դա նշանակում է, որ փորձության միջով դուք պետք է անցնեք անպայման։ Եվ դա ստուգում է, հա, ձեր հարաբերությունների, ձեր սիրո ստուգումն է։ Աշխատանքում եւս այստեղ լաբիրինթ է, կամ խճճվել եք ինչ-որ մի հարցում, չեք կարողանում լուծել, այն չեք կարողանում դուրս գալ այդ լաբիրինթից։ Գուցե պաշտոն է նոր եւ չեք կարողանում այն անել, ինչ դժվարություններ կան։ Այս կինը կամ ինքն է ստիպում, ոնց որ մարդը լարվածություն է ստեղծում, դու ինքդ ավելի ես խճճվում ու այդ լարվածության մեջ չես կարողանում ինչ անես։ Նոմար կարող այդ կինն է, ինչ որ մի բան ձեզ համար դրթում։ Շատ խոսակցությունները շատ բամբասանք, միգուցե բամբասանքի բուն եք դառել, միգուցե խոսում են, շատ են քննարկում, միգուցե այս կինն է հեղինակը, որ դրան է, հա, դրա համար ինչ-որ մի բան է, ոնց որ մարդը ընկել է մեջ ու չի կարողանում դրանից դուրս գա։ Խոսակցություններ են, միգուցե աշխատանք եք փնտրում, գնում եք այստեղ այնտեղ եւ գալիս եք նորից էլի խոսում եք, կամ շրջապատում մարդիկ հա աշխատանք գտար, հա սա ոնց որ ինչ որ կամ այս կինն է դրթում անընդհատ, որ աշխատանք գտնեք։ Բայց այստեղ պտտվում եք, լաբիրինթ է, խնդիր է ստեղծվում։ Գուցե այս ամեն ինչ աշխատանքի վայրում է ցույց տալիս։ Այս գումարի հետ կապված ամեն ինչ նորմալ է, գումարը կա, գումարը կարող եք նաև ծախսել ձեր սիրած բաների վրա, հա, նաև կայուն է, հա, ֆինանսապես կայուն վիճակում եք, գումարի հետ կապված ոչ մի նեղություն այստեղ ես չեմ տեսնում, անգամ ավելի է կայունանում, միգուցե ձեր սիրելի գումարն է կայունանում, աշխատանքը, ֆինանսական վիճակն է կայունանում եւ ամեն ինչ լավ է ձեզ մոտ։ Եվ այստեղ կարող է անալիզ եք անցնում դեղորայքի ինչ-որ թուղթ եք որսում դեղորայք գնեք, ինչ-որ պահեր են, նույն անալիզի պատասխան եք ստանում այստեղ, գնալու եք վերցնեք անալիզի պատասխան կամ անալիզ հանձնեք, նմանատիպ ոչ մի պահեր են, ինչ-որ խնդիր հատուկ առողջական չկա այստեղ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին, տեսնենք խեցգետիններին ինչ է սպասվում այս շաբաթվա ընթացքում։ Ինչ է սպասվում խեցգետիններին հունվարի 12-ից 18-ը, ընդհանուր ֆոնը, տեսնենք ինչ է սա։ Ընկեր կամ ընկերական մթնոլորտ կլինի այս շաբաթվա ընթացքում, կամ ընկերների շրջապատում շատ կլինեք այս շաբաթ, կամ նոր ընկեր կարող եք ձեռք բերել, ինչ-որ մի հարցում կարող ձեզ աջակցել, ամեն դեպս կարող է նաև ինչ-որ մի ընկեր է, ում վաղուց չեք տեսել եւ տեսնեք, ուրախանաք, տրամադրությունը բարձրանաք կամ իրենց հետ անցկացնեք եւ անփաթավ ոնց որ տրամադրությունը բարձր պահեք։ Տեսնենք, ինչ-որ բանով է ուրախացնում ձեզ ձեր ընկերը։ Անձնական հարաբերությունները
Անձնական հարաբերություններում խաբեություն է սա, եթե նոր մարդու հետ եք ծանոթանում մի փոքր ուշադիր եղեք, որովհետև այստեղ խաբեություն կա։ Ահ, նայեք, այս կարգի, տեսեք, արդեն դուրս չեկավ, կամ այստեղ ընտանիքում է մեկը մյուսին խաբում, կամ սա այնպիսի պահ է, որ օրինակ մարդը խորամանկությամբ ինչ-որ բանի է հասնում, հարաբերությունների է հասնում, հաշտեցման է հասնում, հա, որ խորամանկորեն եք դրան դիմում եք, հա, եւ այդ ամենը տեղի ունենում։ Կամ սա խաբեություն է։ Նոր ծանոթությունները հատկապես պետք է զգույշ լինեն, երկու աղվես, մի անգամ դուրս եկավ, աղվես։ Կարող եք ամեն ինչը հաջողությամբ հարթել, եթե թեկուզ սուտ է, թեկուզ եթե դուք եք խորամանկ եւ ինչ-որ բաներ եք անում, ինչ-որ մեկին հասնելու համար կամ ընտանիքում խաղաղությունը հետ վերադարձնելու, բերելու համար, հա, կարող է լարվածություն կա եւ պետք է, հա, մարդը մի քիչ խորամանկ լինի, որ հարաբերությունները պահի կամ հաշտվի, հա, ինչ-որ պահեր են, որոնք որ այդ դա հաջողություն կունենաք, եթե այդպես եք անում։ Բայց մի քիչ վտանգավոր է դա, այստեղ խաբեությունը շատ է ուղղակի զգույշ եղեք նոր ծանոթություններից։ Ընտանիքում էլ եւս, հա, այստեղ մի խոսքով նամը մարդ կհասկանա իր ընտանիքում ինչ է կատարվում։ Նաեւ այդ օրը աշխատանքի հետ կապված ոչ պայմանագիր կարող եք կնքել, ոչ բան եք ստորագրում։ Խոսակցություններ շփում եմ, միգուցե ինչ-որ մեկի հետ նամակագրական կապով խոսում եք, պատմում եք, թե ինչ վիճակ է աշխատանքի հետ կապված ինչեր եք անում։ Այդ խոսակցությունը կարող է լինել շատ շփում կամ պատմում եք, կամ բամբասում եք ինչ-որ մեկից։ Սա նաև ուղղակի խոսում եք, աշխատանք եք փնտրում, ինչ-որ առաջարկում են ձեզ միգուցե։ Այստեղ պետք է կարդալ անպայման ստորագրելուց առաջ, քիչ անհանգստություն կա, նաև անհանգստանում եք պայմանագրի հետ կապված, ինչ-որ բաների հետ կապված։ Եվ այստեղ նայեք գումարը եւ աշխատանքը այստեղ ոնց որ շփումը շատ է։ Քննարկում եք ինչ-որ մեկի հետ, քննարկում եք ձեր ֆինանսական եւ աշխատանքային վիճակը կամ դիմացինի։ Հարցերը ոնց որ տանջում են, բայց ամեն ինչ լավ է լինելու։ Եվ եթե աշխատանք եք փնտրում, այդ աշխատանքը կկարողանաք գտնել, եթե ինչ-որ դժվարություններ կան գումարի հետ կապված, ապա դա եւս միգուցե քննարկում եք ինչ նվեր գնեք դիմացինին, հա ինչ-որ հարցի հետ է կապված, որը ձեզ անհանգստացնում էր, այստեղ ֆինանսական ամեն ինչ կկարգավորվի։ Եվ ինչ-որ անակնկալ կարող եք գումար ստանաք, որը դուք էլ չէիք սպասում, հա, որ կարող եք այդ գումարը ստանալ։ Առողջության հետ կապված ինչ-որ ուղի եք ընտրել, միգուցե գնաք վիրահատություն անեք, միգուցե գնաք, քանի Մերկուրին հետադարձ չի, ապա գնացեք, այո։ Այստեղ ինչ-որ հիվանդանոց է, կամ գնալ բուժվել, կամ գնալ ինչ-որ մի բան, անալիզ հանձնել, ինչ-որ պահեր են, որը եթե ուզում եք անել, իրոք, քանի Մերկուրին ուղղահայաց չի, կարծեմ փետրվարի մեջ է ուղղահայաց, փետրվարի 29-ին ոնց որ թե կամ 29-ին կամ 26-ին, այնպես որ գնացեք արեք, քանի շուտ է։ Մենք ինչ-որ հատուկ խնդիրներ չկա, ուղղակի ինչ-որ բան եք որոշել, որ անեք ձեր առողջության հետ կապված, կարող է բուժվեք ի վերջո, հետևեք ձեր առողջությանը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնային կառույցների։ Ինչ է սպասվում ամուսներին հունվարի 12-ից 18-ը։ Կայունություն է սա, ինչ-որ մի բանի կայունություն, հանգստություն, ինչ-որ մի հարցում կարող եք հանգստանալ, քանի սա վերջացի, սրանով կնայեմ հաջորդը։ Միգուցե այստեղ ինչ-որ տղամարդու հետ կապված է հարաբերությունները կամ եւ այլն, բայց ինչ-որ մի բանում արդեն հանգիստ եք, ինչ-որ մի բան կամրապնդվի ձեր կյանքում։ Ընտրությունը կարող եք կատարել, հա, միգուցե ընտրություն չեք կարողանում կատարել եւ հիմա այդ ընտրությունը կատարելով ոնց որ ավելի կայունացնում եք, վсё, վերջ, սա եմ անում, հա, եւ այդ ամրապնդվում եք դրա մեջ
կամ հարաբերությունները սա եմ անում, մոտենում եմ, խոսում եմ սա, հա, այդ ընտրությունը կարող եք կատարել, որից որ այստեղ կայունանում է, հա, եւ ճիշտ ընտրություն է սա համարվում այս դեպքում, որ մարդը ընտրում է այն ինչը, որ իր կյանքը ավելի հանգստացնում է, ավելի այդ ոլորտը սկսում է ոնց որ մտածում եք, հենց դուրս գամ աշխատանքից թե չեմ, եւ դուրս եք գալիս աշխատանքից հոգեպես հանգստանում եք եւ մեկ այլ բան եք ուզում անել, օրինակ, հա, եթե լարվածություն կար, ինքնագնահատականի ցածրակ, ինչ որ բաներ են, ապա այդտեղ կարողանաք արդեն հանգստություն գտնել։ Հարաբերությունները վերջ սա եմ անում, հա, ինչ անեմ, բաժանվեմ, թե թողնեմ։ Լավ, խոսեմ հետը, խոսում եք, հանգստանում եք եւ հա այդպես ինչ որ սկսում եք կանոնալ։ Եվ յուրաքանչյուր ոլորտ, այդպես չեմ կարող կյանքի բոլոր ոլորտները ներկայացնել։ Եվ տեսնենք անձնականը։ Ահա, այստեղ ուրեմն աշխատանքը էլ չէ, անձնականը ինչ որ հարցում, այստեղ ինչ որ խաղ կա։ Խաղ է սա, միգուցե լուրջ չեք վերաբերվում ինչ որ մի բանի, հարաբերություններում ինչ որ հարցեր կան։ Փոփոխություններ են, որոնք որ կամ անսպասելի կմտնեն ձեր հարաբերություններ, կամ այդ փոփոխությունները արդեն կան, բայց դուք լուրջ չեք վերաբերվում դրան, ինչ որ մի բան այնպես չէ, ինչ որ մի բան ձեզ միգուցե դուր չի գալիս, հա, լուրջ չեք նայում դրան։ Սա նաև կարող է մեկ ակնթարթ այդպես որոշեք կամ տունը փոխել, կամ երկիրը փոխել, քաղաքը փոխել, եւ զբաղվել ոնց որ այդ հարցերով։ Նաև սա դե փոփոխություն, եթե մարդը միայնակ է, ապա այո, կարող ինչ-որ մեկն է մտել ձեր կյանք եւ լուրջ չեք նայում։ Հղիությունը, ծննդաբերությունը, որը էլի կարող է լուրջ չեք նայում, մատերի արանքով եք նայում։ Հա դե հղիությունը դե ոչինչ, հա եթե չի ուզի կգնամ կհանեմ կամ սենց ինչ-որ նմանատիպ հա դա անլրջության քարտն է սա։ Մարդը խաղի է վերածում եւ սա նաեւ մեկ ակնթարթ ինչ որ մի բան կամ կարող եք իմանալ մեկ ակնթարթ որ հղի եք կամ անսպասելի միգուցե ժամանակից շուտ նաեւ գնաք ծննդաբերելու նաեւ սա հա ուղղակի ինչ որ փոփոխություն է որ մեկ ակնթարթ կմտնի ձեր անձնական հարաբերություններ աշխատանքը խոչընդոտներ են այստեղ խնդիրներ կա միգուցե աշխատանք փնտրելու աշխատանքի վայրում դժվարություններ են, փորձություններ են, որ պետք է կարողանաք հաղթահարել։ Ճակատագրական է սա, որ միգուցե այդ ինչ-որ խնդիրը որ կա, կամ եթե աշխատանք չեք գտնում, ապա ոնց որ այս պահին այդպես է պետք։ Կամ եթե աշխատանքի վայրում, բիզնեսում, եթե ոչ խնդիրներ կան, ապա հա դուք պետք է պատվով կարողանաք դուրս գալ այս փորձության միջով։ Եվ ֆինանսները, տեսնենք, այստեղ կամ իմաստություն է, կամ կարող գայթակղվել մի բան գնել, կամ սա ոնց որ իմաստուն կերպով ավելի պետք է ծախսեք ձեր ֆինանսները, որտեղ դա աշխատանքի հետ խնդիրներ կան, կամ սա նաև օցեր են, որ կամ փորձել դες խփել, գումարները պահել, միգուցե տղամարդ է, սա։ Միգուցե ինքը ձեզ կարող է իմաստուն խորհուրդներ է տալիս, առաջինը եւ կարող է օցե եւ ինչ որ ֆինանսապես նաեւ կարող է գումարի հետ կապված ինչ որ պահել։ Այստեղ ընտանիքն է, որտեղ որ իրոք դուք եւ ձեր ամուսինը կամ դուք եւ ձեր կինը, հա, այսպես նաեւ կարող է լինել, որտեղ ընտանիք է, կամ եթե դեռ ամուսնացած չեք, հա, ձեր ընտանիքի անդամներ, ոնց որ կամ այստեղ գործարք է ֆինանսական, որը իմաստուն ձևով պետք է լավ կարդալ, լավ հասկանալ, որտեղ կարող է նաեւ լինել խաբեություն, հա, կարող է լինել այստեղ օցություն, կամ իմաստուն կերպով ընտանիքով կփորձեք ձեր ֆինանսական վիճակը կառավարել, ծախսել, կամ ինչ-որ մի գումարից, ինչ-որ մի բանից գումար կարող եք վաստակել, որը ցիկլային է, որ միշտ նույն բանը կանեք։ Ասա եւս էլի ասում է իմաստություն եւ մի լսեք օցերին։ Իսկ առողջության հետ կապված ոնց որ մարդը արդեն հասկանում է իր տարիքը, զգում է, որ այո, ինքը արդեն այդ տարիքում է, զգում է իր առաջին կնճիռներն են դուրս եկել, ոնց որ վերջերս գոհարին եմ նայում, տեսնում եմ ասում է արդեն առաջին կնճիռներս են դուրս եկել, ոնց որ մարդը արդեն նկատում է իր տարիքը։
Այստեղ ուշադիր եղեք, եթե գնում եք ոչ առիթի, դա կարող է շատ մարդիկ լինեն, հա ճիշտ է, լավ շրջապատ է, բայց կարող է թռվռակ, մռվռակ, քրտնեք, սառեք, հիվանդանաք կամ այնտեղ ինչ-որ մեկից վարակվեք։ Ինչ-որ հատուկ բան չկա այստեղ։ Կամ զգաք այդ ժամանակ տարիքը, որ չեք կարող թռվռակել։ Այսքանը դա վազեք մի քիչ շատ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին հունվարի 12-ից 18-ը։ Ընդհանուր ֆոնը խոսակցություն, շփում, բամբասանք, անհանգստություն, նաև այդտեղ փոփոխություն է մտնում ձեր կյանք եւ կարող անհանգստանում եք կամ քննարկում եք այդ փոփոխությունը, ինչ անել, ինչպես վարվել։ Նաև սա հղիություն է ծննդաբերությունը, որի մասին էլի եւս, հա, ոնց որ էլի քննարկման թեմա է դա։ Տեղափոխություն, կարող որոշում եք տեղափոխվել, այդ մասին եք քննարկում կամ արդեն իսկ տեղափոխվում եք եւ անհանգստություն կա եւ ինչ որ մեկի հետ ոնց որ խոսում եք այդ մասին, հա, ձեր անհանգստության մասին եք։ Այդպես քննարկում ինչ կլինի, ինչպես կանցնի եւ այլն։ Տեսնենք մնացած ոլորտները։ Անձնական կյանքը։ Անձնական կյանքում այստեղ ինչ-որ մեկը կարող է որոշել աշխատել տանը, գուցե եթե չէին աշխատում, սա նաև ձեր հարաբերությունները կարող անցնել մեկ այլ փուլ, գուցե որոշում եք զաքսավորվեք, նա ինչ-որ պահեր են այստեղ, տեսնեմ ինչ է սա, գուցե ընտանիքից ոչ մեկը հիվանդ է, նաև սա կարող է ինչ-որ բան եք նշում, մենակ ռեստորանում, շատ կարևոր մի ինչ-որ միջոցառում կա տանը եւ նշում եք գնում եք ռեստորան, ինչ-որ ճանապարհ կարող եք գնալ կամ ինչ-որ մեկ ընտանիքից կարող գնալ գործուղման կամ դուք կամ ձեր հարազատներից ոչ մեկը եթե ամուսնացած չեք, հա, եթե ամուսնացած եք, մենք գուցե ձեր երկրորդ կեսը։ Նաև սա ինչ-որ մի բան առաջ կտանեք, գուցե ընտանեկան բիզնեսն է, գուցե իրար հետ որոշեք բիզնես բացել, իրար հետ նույն աշխատանքն եք անում եւ առաջ եք տանում ձեր գործերը։ Նա նաև տեղափոխություն է, մեկ այլ ավելի լավ, հա, ավելի լավ կարծես թե տուն, բնակարան։ Աշխատանքը խաղի եք վերածել, լուրջ չեք նայում աշխատանքին։ Միգուցե այդպիսի աշխատանք է, միգուցե խաղի հետ է կապված, ամենայն դեպս լուրջ չեք վերաբերվում, այստեղ մեկ ակնթարթ աշխատանքի հետ կապված ինչ-որ մի բան կարող է լինել, կամ պայմանագիր եք կնքում, կամ ինչ-որ փաստաթուղթ են ձեզ տալու, փաստաթուղթ եք ստանում, բիզնեսի հետ կապված, որ ոնց որ չէիք սպասում, որ նմանատիպ ինչ-որ մի բան կարող է տեղի ունենալ։ Եվ յուրաքանչյուր փաստաթուղթ ստանալուց կարդացեք, հա, մի անլուրջ վերաբերվեք կամ ստորագրեք առանց ոչը, հա դե վստահում եմ, հա, ստորագրեմ եւ այլն, նմանատիպ բաներ պետք չէ, հա, դա է որ մարդը անլուրջ է վերաբերվում, խաղի է վերածում։ Գումարի հետ կապված անհանգստություն է սա, լարվածություն է, չգիտեմ, կամ շատ են ծախսել դիմացինները, բորբոքվում եք դրա վրա, ունեք խոչընդոտները թռավ, այլի նույն բանից է, ոճի քարտ է, չեմ կարող հասկանամ, այստեղ քիչ-քիչ է գալիս, ուրեմն սկիզբը նյարդայնանում եք, այստեղ բորբոքված եք, խոչընդոտներ կան կամ գումար ստանալու կամ գումար տալու, այս տղամարդու հետ է կապված, խոսում եք այդ տղամարդու հետ, որ հասկանաք ուրա գումարները, ուրա այդ, կամ աշխատավարձը կամ եւ այլն, ինչ որ դեռ չկա, ինչ որ մի բան է գնալու ձեր մոտից, նորին տեղ բացելու համար նոր կկարգավորվի, նոր կկայանա ձեր այդ ֆինանսական այս անհանգստությունը, բորբոքվածությունը, ինչ որ էտապներ պետք է անցնեք այդ փուլը, նոր հետո գա հասնի հանգստանալու փուլին, մինչև այդ պետք է հասկանաք, թե ինչու է ուշանում, ինչու չկա կամ ինչու եք ընդհանրապես լարված, գուցե տղամարդը շատ է գումար ծախսել եւ նրա համար բիզնեսի գումարն է ծախսել օրինակ,
Դրա համար խոսակցություններ կան, հետո նոր ինչ-որ մի բան է ի վերջո գնալու ձեզանից, նոր հետո հանգստանաք, կարգավորվի։ Եվ մանրուքներին պետք է ուշադրություն դարձնեք, այստեղ առողջության հետ կապված մտածում եք, դե հա, դե ոնց որ ասում եմ, ոտի եմ, ոտի վրա եմ, դեռ ինչա որ թեթև մի բան է, որ ինձ չի խանգարում այս պահին եւ այլն եւ ինքը իրոք ձեզ հետո կարող է խանգարել, որտեղ ինքը մանրուքներ է եւ հետո կարող է ձեզ խանգարել։ Հենց եթե նայում ենք սա առողջությանը։ Իրոք պետք է յուրաքանչյուր փոքր անգամ խնդիր կամ այստեղ ոնց որ ասում եք մեծանա կամ հա եթե բանտեղ չտնեք կամ պետք է չնայեք, որ ինքը փոքր խնդիր է, պետք է անպայման հենց այդ փոքր խնդիրը լուծակ վերացնեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին հունվարի 12-ից 18-ը։ Այստեղ նվերներ, լավ, քանի որ վարձեցի այս քարտով գնայեմ, նվերներ, անակնկալներ, միգուցե առիթ ունեք, ծնունդ է, կնունք է, դուք եք նվիրում, ինչ-որ մի բան դիմացինին ինքն է ձեզ նվիրում, այստեղ կարող է նվերներ եք տալիս իրար, նաև ժամադրություն է սա անակնկալ պահեր են, ժամանակներ օրինակ դուրս գալու ի վերջո ժամադրության կամ ժամանակ կարող եք շատ հատկացնել ձեր հաճույքներին այս շաբաթվա ընթացքում գնաք այստեղ ուրախանաք, գնաք այնտեղ ուրախանաք, հասա այստեղ ծնունդ, այնտեղ ծնունդ եւ մի ժամանակ վատնեք նաեւ մեկ այլ բաների վրա մի տրամադրեք միայն դրան դա էլ է պետք, բայց ամեն ինչ պետք է չափավորված լինի Տեսնենք անձնական կյանքը Նայեք ժամանակը դա է ասում ոնց որ եկավ ֆինանսներ եւ իսկ ֆինանսներն էլ դա ասում է ոնց որ ֆինանս եք ծախսելու ոնց որ գումար եք ծախսելու ձեր հաճույքների վրա որովհետեւ շատ ժամանակը շաբաթվա ընթացքում անցկացնելու եք ինչ որ միտեղ խնջույքներում եւ այդպեսով էլ նաեւ գումարներ եք պատնելու Ուրեմն, եւ անձնական է այստեղ, տեսնենք, ինչ որ մի փաստաթուղթ է, այստեղ կարող ոմանք նոր ծանոթություն են հաստատել եւ իրար հետ բավականին շատ նամակագրական կապի մեջ եք լինելու։ Միգուցե ձեզ համար շատ կարեւոր փաստաթուղթ է, որը ստանում եք, որը ընտանիքին է վերաբերվում, ընտանիքի անդամներին է վերաբերվում, ոնց որ բոլորի համար է դա։ Ոչ է տեղեկատվություն է, որը կարող եք ստանալ ձեր ընտանիքի անդամներից, այստեղ անհանգստություն կա, բորբոքվածություն է, միգուցե այդ փաստաթուղթը, այդ տեղեկատվությունը բորբոքվում եք կամ տեսնում եք ինչ-որ մեկին նամակ գրելուց։ Աշխատանքի հետ կապված այստեղ էմոցիոնալ եք, բավականին ինչ-որ մի բան ձեզ համար մութ է, ինչ-որ մի բան ձեզ համար գաղտնի է, չեք կարողam լիարժեք հասկանալ։ Լինոյս նույն քարտը, լինոյս բորբոքվածություն է, որ ասում է անձնականը տեղափոխվում է աշխատանք կամ աշխատանքն է տեղափոխվում անձնական կյանք։ Դա համար այս բորբոքվածությունը դեռ կա, ոնց որ մունաթ եք գալիս, գորգռում եք մյուսի վրա, եւ տանում եք աշխատանքի վայր, այնտեղ եք գորգռում նաեւ։ Էմոցիոնալ եք եւ դրանից կարող եք բորբոքվել, գորգռալ։ Բա ինչ կբերի դա ձեզ։ Էլի նորից էմոցիաներ։ Չափազանց շատ են ձեր էմոցիաները, չափազանց, որը խանգարելու է ձեզ այդ օրը աշխատել եւ կարող կորցնել։ Դա պետք է շատ ուշադիր լինել։ Եվ արդեն ասացի գումարի հետ կապված, նաեւ սա ժամանակն է գումար հետ գցելու, ժամանակն է գումար վաստակելու նաեւ, գումար աշխատելու մասին մտածելու, ժամանակ հատկացրեք նաեւ դրան, այստեղ կարող է տղա է, ով որ պետք է իր հետ է կապված, կարող ժամ եք պայմանավորվում, որպեսզի ձեզ գումար տա կամ ինքը դուք իրեն գումար տաք կամ ինքը ձեզ, ինչ որ ժամկետ է ասում միգուցե, ժամկետի մեջ պետք է տեղավորվեք եւ վճարում կատարեք օրինակ, կամ այսքան ժամանակ հետո կտամ գումարը։ Եվ առողջության հետ կապված այստեղ գումար կծախսեք արդեն առողջության վրա։
կամ առողջապահությունից որ ինչ որ գումար կարող եք ստանալ։ Դա ապահովագրությունն է, ինչ է այստեղ հիվանդանոցն է։ Այստեղ կամ հիվանդանոցի ծախսեր եք փակելու, կամ կոսմետոլոգի հետ կապված վիրահատության եւ այլն, ինչ որ գումարներ են, որ կարող են կամ ձեզ հենց ուզել, կամ ինչ որ կարող է շատ եք վճարում։ Դրա համար այստեղ բորբոքվածություն կար։ Այսքանը ձեզ համար էմոցիաները շատ են, պետք է այնպես անեք, որ տեղի չտան։ Ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին հունվարի 12-ից մինչև 18-ը։ Ընդհանուր ֆոնը կայունություն է սա, կայունություն է այն ոլորտներում, որտեղ որ խնդիրներ կային ձեզ մոտ, որտեղ որ անհանգստություն կար, խոչընդոտները կարող են վերանալ, կամ սա նաև հակառակ պրոցեսը կարող է ունենալ, ոնց որ կայուն վիճակից անցնում եք ոչ խոչընդոտների, կամ հակառակը, որովհետև մենք նայում ենք ինչն էր կայունացնում, սա կարող է լինել խոչընդոտները կայունանում են, սա նաև ոնց որ կայունությունը խանգարող փաստ է։ Երկուսն էլ կարող է լինել, կախված է թե ձեզ մոտ ինչպիսի վիճակ է այս պահին, եւ եթե խոչընդոտներ կային, ապա ոնց որ այս շաբաթ ավելի հանգիստ կլինի, ավելի նորմալ կլինի, իսկ եթե ոչ, ապա մինչև այս էր կայուն, կարող է խախտվի կայունությունը ոչ է մի խնդրով։ Ասենք միգուցե երևա դա այստեղ, եթե այստեղ խնդիրներ չլինեն, ուրեմն դա նշանակում է խնդիրների ավարտ եւ ձեզ մոտ ամեն ինչ նորմալ է։ Անձնական կյանքը Չէ, այստեղ ոչինչ չկա, դա նշանակում է, որ հենց այդ խոչընդոտների ավարտն է ձեզ մոտ լինելու եւ ավելի հանգիստ եք լինելու եւ մնացած ձեր կյանքի ոլորտներով զբաղվեք։ Ուղղություն է սա թռավ, ուղղություն է սա, որ ընտրելու եք ընտանիքով, միգուցե տեղափոխվեք, միգուցե ընտանիքից որից մեկը եւս էլի սկսի աշխատել, կամ վերադառնաք նախկին աշխատանքին, կամ նման որից է պահեր։ Նաև սա կամ վիրահատություն է, որ կարող եք որոշել ընտանիքով, զույգերով անել։ Միգուցե որոշում եք բիզնես բացել, նստում քննարկում եք եւ այդ ուղղությունն եք ընտրում, որ դա է ճիշտ, կարելի է բիզնես բացել։ Այստեղ աշխատանքը կա, գումարը կա, ֆինանսները կան, այստեղ ոչ մի խնդիր գոյություն չունի ձեզ մոտ։ Ոմանք ընդունվեն աշխատանքի, թռնում են ձեր քարտերը այսօր։ Աշխատանքի վայրում կարող են նաև լինել օձեր, նախանձ մարդիկ, ովքեր կամ նախանձ են ձեր աշխատանքին կամ ձեր այդ դիրքին, ինչը որ դուք անում եք այստեղ։ Եվ սա ասում եմ, որ իմաստուն կերպով արեք այն, ինչ որ անում եք, եղեք իմաստուն ձեր աշխատանքի վայրում։ Յուրաքանչյուր հարցի մոտենալուց, եթե թեկուզ բիզնեսում եք։ Հաջողությունը այստեղ ֆինանսական, հնարավոր է ինչ որ մի կին է, որ ձեզ գումար է տալիս, դա է ձեզ հաջողություն բերում։ Միգուցե աշխատավարձ եք ստանում, միգուցե բոնուս է սա։ Միգուցե նաև սա դե կարող է, գիտեք, օրինակ, եթե այս պահին գումար պետք է տաք ինչ որ մի բան վարձը վճարելու, կարող է քիչ է վարձը վերցնում, կամ ասում են դե լավ, մի քանի օրից կարող ես տալ, դա եւս եթե այս պահին չկա գումարը, մի քանի օրից եւս էլի լավ կլինի։ Եվ այստեղ առողջության հետ կապված սա կամուրջ է ստեղծվում, կամ հանդիպելու տվյալ բժշկին, ում հետ որ ուզում եք հանդիպել, առողջանալու, էլի այս կինն է, որ այս ֆինանսների հետ էր կապված այստեղ, էլի ինքը կարող է աջակցել ձեր առողջության հարցում։ Նա սա կարող է հեշտացնում է գումար է տալիս, որպեսզի վճարեք ձեր առողջության համար, բուժման համար, միգուցե օգնում է ձեզ այստեղ։ Նույն կինն է, որը կապված է եւ ֆինանսապես կամ գումար եք տալիս,
կամ ինքն է կամ մուրջ հանդիսանում, որ վճարեք բժշկին։ Դա արդեն լինում է հավելյալ վճար, դա թաքուն վճար է համարվում արդեն այս պահին։ Այդ գործարքը ամեն ինչը հաջողությամբ տեղի կունենա, միգուցե դուք եք ստանում, միգուցե դուք եք բժիշկը։ Հաջողությամբ այդ ամեն ինչը տեղի ունենալու այդ ֆինանսական փոխանցումը եւ այլն, բայց դա անօրինական է։ Բացի սա էլ, հա, կարող է այդ կինը ձեզ օգնի գտնել այդ բժշկին, տեսնել այդ բժշկին, խոսել այդ բժշկի հետ, բուժվել, դեղորայք ստանալ եւ այլն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հունվարի 12-ից 18-ը։ Ընդհանուր ֆոնը, որից է տղամարդ է, սա կարող է տնօրենն է, կարող է պատվիրատու է, կարող է ձեր հայրն է, ձեր ամուսինն է, ձեր տղան է։ Այս շաբաթ իր հետ եք անցկացնելու եւ բավականին ուրախ բարձր տրամադրությամբ, կամ գալիս է այս շաբաթ, կամ դուք եք գնում իր մոտ, կամ ինչ որ պահեր են այդ տղամարդու հետ կապված, որ ձեր տրամադրությունը բարձրացնելու է։ Գիտեք, շատ դեպքերում, որ գնում են գործուղման կամ գնում են մեր կյանքից, միգուցե ինչ-որ պահերել նաև լինում է, որ մարդը ուրախանում է։ Այստեղ միգուցե իրար հետ կապված ինչ-որ մի բան է գնում, միգուցե այդ փոքր-մոքր խնդիրներն է գնում այդ տղամարդու հետ կապված։ Համենայն դեպս սա ձեր տրամադրությունը բարձրացնելու է, դա նշանակում է, որ այդ խնդիրները իրոք կարող են գնալ, կամ խոսեք իրար հասկանաք եւ այլևս այդ խնդիրներին չվերադառնաք։ Հակառակը երեսը չեմ ուզում ասել, որովհետեւ վստահ չեմ։ Տեսնենք։ Անձնական կյանքը ցույց կտա։ Մի հատ քարտանով կա, սենց է խառնում։ Ոնց անում։ Մի խոսքով իբր խառնում է, բայց ինքը վերցնում է տեղից, նույնիսկ գցում է։ Չգիտեմ ոնց անում։ Անձնական կյանքը աղեղնավորների Նայք անձնականինն է, սա հենց դա է ասում, որ պետք չի խաղալ իրոք, կար հա այնտեղ կորուստը կար, պետք չի խաղալ անձնական հարաբերություններում, կատակներ, ավելորդ, նայք խոչընդոտներ է դա, անձնական հարաբերություններում ամեն ինչ լուրջ վերաբերվեք յուրաքանչյուր պահին, ինչը որ կա, նաև պետք չի Այնտեղ ուրախ էիք եւ կորուստեր, իսկ այստեղ խաղ է եւ խոչընդոտներ, ամեն մեկի կյանքում սա ոչ մի ձև կարող է անդրադառնալ, այդքան է ճիշտ այնտեղ փռշտացին, սա Եթե օրինակ կամ անլուրջ են ձեզ վերաբերվում, որը ձեր հարաբերություններում խոչընդոտներ կլինի, դուք պետք է ճիշտ վերլուծեք իր վերաբերմունքը ձեր նկատմամբ, կամ կարող եք կատակներ անել, որ այդ պահին ձեզ կուրախացնի, բայց հետո կընկնեք կրակի մեջ, ոնց որ չեք կարող ապացուցել, որ դա ուղղակի կատակ արեցի։ Եվ մեկ ակնթարթ ինչ-որ մի բան է տեղ ունենալու ձեր հարաբերություններում եւ այս խոչընդոտը այդքան էլ լավ նշան չէ։ Համար ամեն ինչին լուրջ եւ անիմաստ սև կատակներ, սև հումորներ մի արեք հարաբերություններում, հետո չկարողանալ ապացուցել, որ դա հումոր էր։ Աշխատանքում հաջողություններ ունեք, ինչ-որ մի բան այդ օրը շատ լավ կանեք, հաջողություն, նույն քարտը, հաջողությունը հաջողության վրա, սա ապացուցում է, որ այո, դուք հստակ հաջողություն եք ունենալու աշխատանքում, գուցե ձեզ գովան նաեւ Կարող ձեր ընկերների միջոցով կամ ընկերը ներկայացնի ձեզ, որ դուք ինչ-որ մի լավ բան եք արել եւ հաջողություն ունենաք։ Ինչ-որ մի բանը շատ լավ եք անելու այդ օրը։ Եվ այստեղ կարող է ֆինանսական վիճակն էլ դրանից փոխվի։
Կամ ինչ-որ պատվեր է, որ կարող եք ստանալ, դրանից կարող է ձեր ֆինանսական վիճակը փոխվել։ Նույնիսկ ոնց որ դանգա, չեմ։ Հա, դա էր ոնց որ։ Ահ, դա էր, հետ գնայինք հետո, ոնց որ էլի դա էր շուրեք է։ Այնպես որ փոփոխություն է, ձեր քարտերը կրկնապատկվում են։ Փոփոխություն է եկել այստեղ, հա, փոփոխությունը փոփոխության հետևից դա նշանակում է, որ ֆինանսապես լավ փոփոխություններ կունենաք, միգուցե հասարակության հետ է դա կապված, կարող է գումար են տալիս ձեզ, կարող է պատվեր են անում ձեզ այստեղ եւ այդպեսով նաեւ փոխվում է ձեր ֆինանսական վիճակը։ Եվ դուք նաև ներկայանում եք հիմա արդեն մեկ այլ ֆինանսական վիճակով, դա փոփոխություններ է։ Հստակ փոփոխություն է ֆինանսական վիճակում։ Եվ ոմանք կարող են վիրահատություն անել, ոմանք սուր գործիքներով աշխատելուց պետք է շատ զգույշ լինեն, որպեսզի չկտրտեք ձեզ։ Նաև դա ինչ-որ կողմ միս եք հեռացնում, ինչ-որ բան է, որը որ փոքր-մոքր բան է հեռացնում եք։ Ճանապարհ եք գնում, ճանապարհին պետք է շատ զգույշ լինեք, այստեղ մեքենա վարելուց։ Ամենակարևորը, մեքենա վարելուց շատ զգույշ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք այճեղջյուրներին։ Ինչ է սպասվում այճեղջյուրներին հունվարի 12-ից 18-ը։ Ընդհանուր ֆոնը կեղծավորություն, խաբեություն, միգուցե դուք պետք է լինեք մի փոքր կեղծավոր մարդկանց հետ, միգուցե դետպես է պետք այս շաբաթ, միգուցե պետք է մի քիչ խորամանկ լինեք այս շաբաթ, կամ կեղծավոր մարդկանց կհանեք դուրս կնետեք, կամ գուցե ձեզ վնասի ձեր կեղծավորությունը։ Տեսնենք խոչընդոտներ կամ իրենք են ինձ թվում է խոչընդոտներ ստեղծում ձեզ համար այս խորամանկ մարդիկ, խաբեբա մարդիկ, ուշադիր եղեք, որպեսզի իրենց ցանցի մեջ չընկնեք, որովհետև եթե ինչ-որ մի բան հավատակ այդ օրը, ապա հետո արդեն խոչընդոտների մեջ եք հայտնվելու։ Կին է դա, ով որ ստեղծում է դա, ով որ խորամանկ է, ով որ կարող է ստեղծել ձեզ համար այդ խնդիրները, որից հետո խոչընդոտները հանդիսանաք, կամ այդ կինը կարող է օգնել, որպեսզի այդ խոչընդոտներից դուրս գաք։ Տեսնենք մնացած ոլորտները, միգուցե ցույց տա այդ խորամանկ մարդիկ որտեղից են։ Անձնական կյանքը այճեղջյուրների, նայեք անձնական կյանք են մտնում, անձնական կյանքն է սա։ Տեսնենք անձնական կյանքը խաբեությունները շատ էին և ինչ-որ կիներ միգուցե փորձում է մտնել ձեր կյանք, որպեսզի այստեղ վեճ սարքի ձեր հարաբերություններում։ Այո, որպեսզի դուք կորցնեք ձեր զույգին, ձեր տան անդորը, ձեր տան խաղաղությունը, մի թողեք այդ կինը այդքան շատ խորանա ձեր հարաբերությունների մեջ, սա այդքան էլ լավ պատկեր չէ։ Տեսանք այնտեղ խորամանկ մարդիկ, ովքեր որ խոչընդոտ էին ստեղծում ձեզ համար եւ դա հենց կին էր, այնպես որ մի քիչ ուշադիր եղեք։ Այստեղ վեճից հետո կարող եք կամ հանգստությունը կորցնել տան, կամ հետո մանր-մունր խնդիրներ է սա, մանր-մունր խնդիրների պատճառով կարող եք վիճել, կամ սա կորուստ է։ Ընդհանուր ֆոնը դա է, դա համար պետք չի։ Այո, դուք ինքներդ էլ եւս ինչ-որ մի բաներ այդ շաբաթ փորձեք, երբ ինչ-որ ամեն ինչը ճիշտն ասել, այդպես կարելի ասել։ Եվ աշխատանքը այստեղ կայուն է, նորմալ է, հանգիստ եք աշխատանքի հետ կապված, միգուցե այս պահին աշխատանք ունեք, միգուցե այս պահին ամեն ինչ նորմալ է ձեր աշխատանքի վայրում։ Ընկերական մթնոլորտ է այնտեղ, միգուցե ընկերոջ հետ որոշում եք ինչ-որ գործեր անեք, որը ձեզ եւս էլի գումարներ կբերի։ Նա ինչ-որ մի բան է, որը կայուն հիմք հանդիսացող ինչ-որ մի բան է, հա, հիմք եք գցում ձեր աշխատանքում, հիմք եք գցում ձեր բիզնեսում եւ որ հետո արդեն իրար հետևից ոնց որ ասում են ամեն ինչ սկսեք անել։
օգնում է ձեզ ձեր ընկերը կամ դուք եք օգնում, որ աշխատանքում ամեն ինչ նորմալ լինի կամ ընկերական մթնոլորտը այդպեսով արդեն դառնում է այ շաբաթ ընկերական մթնոլորտ ձեր աշխատանքի վայրում, միգուցե մինչև այս ուրիշ ձև էին վերաբերվում։ Այստեղ գումարի հետ կապված մանրուքներ են, պետք է լավ ուսումնասիրեք, թե ինչի վրա եք գումար ծախսում, ավելորդ բաներ կարծես թե դա պետք է չգնեք, նաև ունենաք մանր ծախսեր, որոնք որ պետք է անեք։ Այստեղ կարող եք մաքրել ինչ-որ բաներ, հա, եթե այստեղ ոնց որ ուսումնասիրեք ամբողջ կետերը ձեր ծախսերի, ինչ-որ բաներ մաքրեք, սա օրինակ պետք չի, սա ավելորդ է, սա չի հետաքրքրում, այդպես նմանատիպ ոչը պահել։ Կամ սա վեճ է, մանր անգամ ծախսերի համար, մարդը այնքան է բորբոքված, դրա համար կարող է վիճել, նաև այդ անիմաստ, այդ մանր մարդ վրա ազդի կամ ասինչ անիմաստ բաներ են, այք էմոցիաներ, ամբողջը այդ շղթան իրար է կպած, տեսնենք վերջը, նայք տունն է, ընտանիքը, ավելորդ ծախսերը, իրոք կարող է մանր բաներ են և այդ մանր բաների համար բավականին շատ գումար եք տվել, դրա համար խոսակցություններ կարող են լինել, այստեղ վեճ, բորբոքվածություն, էմոցիաներ, ընտանիքի անդամներ, միգուցե տանն է վերաբերվում, միգուցե տան հետ է կապված, որ այս պահին պետք չէր, օրինակ դա, որ գնեիք, ինչ-որ պահել են։ Եվ առողջության հետ կապված, սա կամ ոչ աղջիկ է հիվանդ, կամ բժիշկն է, ու մոտ որ կարող եք գնալ։ Սա այնտեղ կարող է ձեր աղջիկն է գնում է, օրինակ մնա ինչ-որ տղամարդու մոտ, ով որ հիվանդ է, պարկած է, կամ մի քիչ ավելի տարեց է այս տղամարդը, ով որ պարկած է, բժիշկն է, կամ ձեր աղջիկը գնում է, ոչ բժշկի տեսնե, իրար հետ է գնում և տեսնեք այս տղամարդուն, հապես ֆիգուրներ են, ինչ որ հատուկ բաներ չի ասում, բժիշկ է ցույց տալիս, միգուցե քույր է ցույց տալիս ձեր երեխան, ինչ էլ որ լինի, եթե ինչ-որ մի բան էլ ասեն, դա ձեզ կուրախացնի, միգուցե հղիության մասին են ասելու, միգուցե մեկ այլ բան է, խնդիրները կարող գնացել է արդեն, դա ձեզ կուրախացնի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին հունվարի 12-ից մինչև 18-ը։ Ընդհանուր ֆոնը, ոմանց համար սա ուսում է, ոմանց համար սա գաղտնիք կարող է բացահայտվել, գրքի էջը փոխեք ձեր կյանքի և այլևս չանդրադառնաք դրան։ Գումարի հետ կարող է կապված լինել, կարող է սովորեք ինչպես գումար տնօրինել, ինչպես բիզնես բացել, ինչպես հաշվարկ անել, հաշվապահություն կարող է նաև լինել դա, և իհարկե սա գումարի հետ կապված ոչ է գաղտնիք կարող եք իմանալ, ինչ-որ մի բան, ինչ-որ մեկի մասին, ինչ-որ պահեր են, նաև սա կարող է ֆինանսապես որևիցե մի բան է փոխվում ձեր կյանքում, ինչ-որ կարող նոր բան է գալիս, նոր աշխատանք կամ նոր գումար աշխատելու ձև, որ արդեն փոխում է ձեր կյանքը ամբողջությամբ։ Տեսնենք նաև կարող է այստեղ երևա անձնական կյանքը ջրհոսների, նայեք այսպես թե այնպես ֆինանսական վիճակը ձեզ մոտ փոփոխվում է, այնտեղ ինչ էր ընկեր։ Նամար, ինչ-որ մի բան է այստեղ փոխվելու ձեզ մոտ, ինչ-որ մի էտապ եք փոխելու ֆինանսական այդ վիճակի։ Տեսնենք լավ, անձնական կյանքում ոչը տղա է, սա կարող է ոմանց համար նոր ծանոթություն է, ձեր տղան է գալիս բանակից կամ գնում է բանակ, տեսավ որ արդեն բանակի ժամանակն է, սա նաև ժամադրություն է ոմանց համար թռավ, դե բոլորի համար չի սա, ժամադրություն է սա, նաև դա կարող է լինել ծնունդ, առիթ այդ տղայի,
այս շաբաթվա մեջ կամ նշեք, կամ գնաք, անակնկալ կարող է նաև անել գա, արդեն անակնկալ չի լինի, ես ասեցի, չնայած հա կարող է նաև գնում է բանակ, կամ ձեր ամուսինն է, կամ նոր ծանոթություն է սա։ Ոմանք էլ կարող են ամուսնանալ, սա կամ ձեր տղան է ամուսնանում է, կամ ամուսինն է իրոք վերադառնում է տուն, կամ միավորվում եք, դուք եք ամուսնանում, ձեզ ամուսնության առաջարկ է անում այդ տղան, կամ դուք եք իրեն ամուսնության առաջարկ կամ կարող այդ տղան դուք եք, եւ հա ինչ-որ մի կնոջ ամուսնության առաջարկ եք անում։ Վերադառնում է տուն, հա այստեղ, որտեղ էր աշխատում, հիմա գալիս է։ Եվ նաև այստեղ աշխատանքի մասին կարող եք խոսել, քննարկել ոչ մեկի հետ կամ աշխատանքի վայրում շատ շփում ունենաք այս շաբաթ։ Այստեղ դժվար է աշխատանքը եւ ոնց որ կարող քննարկել, միգուցե իրոք պետք է վերլուծել, որ իրոք շատ է դժվար է այս աշխատանքը, շատ ծանր է այս աշխատանքը եւ կարելի է նաեւ փոխել այս աշխատանքը կամ ինչպես անել, որ ավելի թեթևանա, ինչ որ դժվարություններ կան նաև աշխատանքում, դրա համար խոսում եք, նաև բիզնեսում, դրա համար վերլուծում եք դա։ Եվ այստեղ ֆինանսական վիճակը եւս փոխվում է, նայեք գումարը թռնում է, փոխվում է սա, տեսնել լավն է, ինչ որ կին է փոխում ձեր ֆինանսական վիճակը կամ ձեր տնօրենը կարող է լինել, փոխում է աշխատավարձը։ Միգուցե ձեր ծնողների մոտ են փոխվում, եթե ծնողների հետ եք աշխատում, ապրում, ապա իրենց մոտ կարող է փոխվել այդ ֆինանսական վիճակը։ Եթե օրինակ դուք սկսեք աշխատել հասարակության հետ, հա, մարդկանց հետ, վաճառք դա կարող է լինել, մեկ այլ աշխատանք, որ դուք եք եւ հաճախորդներ, դուք եք եւ հա դիմացի մարդիկ, ապա այստեղ ինչ որ կին է, ինչ որ տղամարդ է, միգուցե նա են ձեզ կարող շատ է վճարում, հա, ինչ որ բան է պատվիրում, ինչ որ բան է, որից որ ձեր ֆինանսական վիճակը լավանում է այստեղ, ես այստեղ վատ բան չեմ տեսնում։ Կամ իրանց պետք է վճարեք, մի քիչ էս կնոջը պետք է տաք, մի քիչ էս տղամարդուն պետք է տաք, մի քիչ կամ այս կնոջն է կօգնում, մի քիչ այս տղամարդուն, մի քիչ հասարակությանը, տակը բան չի մնում, դա համար փոխվում է ձեր ֆինանսական վիճակը։ Կամ իրանք են ձեզ օգնում, կամ ոնց որ գումարը գալիս է եւ ինչ որ պահեր են նաեւ կարող է ոնց որ սա մենեջերն է, սա տնօրենը օրինակ, կամ պատվիրատուներ են, ինչ որ բան է, որ փոխվելու է, տենց այդպես չերևաց լավ թե վատ, բայց վերջի քարտը ինքը լավն է։ Եվ առողջության հետ կապված սա ինչ որ աղջիկ է, կամ գնում եք բժշկի, կամ կոսմետոլոգի կամ վիրահատություն է անում, ասեղներով է աշխատում այդ աղջիկը։ Ձեր աղջիկն է, իր հետ գնում եք եւ այնտեղ հա իր հետ ինչ որ ասեղով գործողություններ են անում կամ վիրահատություն է կամ որոշե ինչ որ պահեր են ասեղային։ Եվ ուշադիր ուղղակի պետք է լինել, հա այդ աղջիկը հատկապես եթե դուք եք որպեսի սուր գործիքներով աշխատելուց, հա պետք է շատ ուշադիր լինել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին հունվարի 12-ից 18-ը։ Ընդհանուր ֆոնը։ Շատ շփում, խոսակցություններ, անհանգստություն։ Ինչ որ բանից լարված եք, միգուցե դրա համար անընդհատ ինչ-որ բաներ եք խոսում, քննարկում, նայեք խոչընդոտներ կան դրա համար եք քննարկում, դա եք քննարկում ինչ-որ մեկի հետ։ Հետո ամեն ինչ լավ կլինի, գտնում եք ճիշտ ելքը, գտնում եք ճիշտ ճանապարհը այդ խոչընդոտները լուծելու համար։ Գուցե այդ շփումը դա լեզվակռիվի է բերում, հա, հետո արդեն ամեն ինչ այստեղ կարգավորվում է։ Տեսնենք մնացած Էլի նայեք նորից նույն քարտն է։ Շատ եք խոսելու այս շաբաթ, ինչ որ անընդհատ քննարկումների ու պահերի մեջ։ Անձնական կյանքը
Անձնական կյանքում է խնդիրներ այստեղ, դա է քննարկում, հետո որ երբ որ էլի նորից լավ կլինի, մի փոքր անհանգիստ է կամ ընտանիքի անդամների համար եք անհանգիստ կամ ընդհանուր բորբոքված եք եւ դա կարող է բերել լեզվակռվի, հա ոնց որ չհանգստանաք եւ անընդհատ խոսեք, դա բնական է, որ ավելի է վատացնում հարաբերությունները, մարդը եթե չի կարող իրեն զսպել։ Ինչպես կավարտվի օրինակ։ Մենք ինչ որ տղամարդու հետ է այդ խոսակցությունը, կամ այս տղամարդն է օգնելու, որ ավարտվի ինչ որ այդ կինը հետո խառնվելու, կամ իրենց հետ է խոսակցությունը։ Սկզբում տղան է, հետո մայրը օրինակ։ Միգուցե աշխատանքի թեման է, ինչի չի աշխատում։ Կամ վեճը կարող է վերջում վերջանալ հիվանդանոցով, որտեղ բորբոքվածությունը որ շատ է լինում, նա մարդը չի կարողանում իրան տիրապետել, այստեղ էլ եւս խոսում եք անհանգստություն, դա եւս խոչընդոտներ էր ձեզ համար բերում եւ այստեղ եւս, հա, կամ այս երկուսի հետ եք վիճում, հետո վերջում սա է, կամ իրենց հետ է կապված, իրենց մասին է լարվածությունը, իրենց մասին է քննարկում մեկ ուրիշի հետ, կողմ տնօրենն է, մենեջերն է, բորբոքված այդպես պատմում եք ձեր աշխատանքի վայրից եւ այլն, ձեր ամուսնուն, ձեր կնոջը, այստեղ եթե իրանց հետ է վեճը, հա, կարող է հետո վերջում ինչ-որ մեկը հայտնվի հիվանդանոցում, մի քիչ պետք է լարվածությունը թողել, հա, բորբոքվածությունը թողել, հանգստանալ, հա, պետք չի այդքան շատ շարունակել։ Եւ աշխատանքի հետ կապված, այստեղ կամ ընտանեկան բիզնես եք անում, դրանով եք զբաղվում, կամ տանն եք զբաղվում, ինչ-որ գործերով։ Սա նաև աշխատանք է, որը դանդաղ է բարձրանում առաջ, թվում է թե առաջ խաղացում չկա, բայց ոնց որ ավելի շատ արմատներ է մտցնում, նա ավելի է պնդացնում ձեր աշխատանքը, քան իրականում պետք է աշխատեք, եթե թեկուզ բիզնես է։ Դա նաև պաշտոն է, կարգավիճակ է, որը որ մարդը ունի եւ նոր կյանքի իմաստ կարող եք գտնել, միգուցե նոր ինչ-որ բան եք ձեզ համար ստեղծում, աշխատում, կարող ձեռքերով եք աշխատում եւ նոր ինչ-որ իմաստ է ստանում դա։ Կամ դա իրոք ինչ-որ մի պաշտոն է, որի համար ձգտում եք եւ որը ինչ-որ առաջ խաղացում կարող է լինել, կամ արդեն իսկ դանդաղ էր դա բարձրանում, հիմա նկատում եք, որ այդ առաջ խաղացման շեմին եք, արդեն կարող եք ունենալ այդ առաջ խաղացումը։ Սա դանդաղ բան է, սա արագ, դրա համար իրար ոնց որ չի համապատասխանում։ Ուղղակի նաև այստեղ գիտեք մարդը կարող է զգալ իր տարիքը, որ օրինակ արդեն այս տարիքում է եւ չի կարողանում ավելի արագ աշխատել, հա, դրա համար ինչ-որ բաներ կարող եք արդեն դանդաղ անել։ Եվ գումարի հետ կապված, այստեղ կամ գումար եք ուղարկելու, կամ գումար եք ստանալու, փաստաթուղթ եք ստանալու, որի մեջ գումար է նշված, գումար է ֆիքսված։ Եթե գաղտնիք կարող է բացահայտվել, չէ՞ մի բան եք գրելու, այստեղ երկուսն էլ կարելի է այդպես ասել, դա է կամ գնում եք պետական հիմնարկություն, ինչ-որ մի բան ճշտելու, գուցե հարկ եք տալիս, հաշվարկ եք անում, վճարում եք, գուցե հաշվարկ եք անում, ինչպես պետք է ծախսել, սովորում եք ճիշտ օգտագործել գումար, այնտեղ ֆինանսական ինչ-որ մի բան կարող եք նաև գնալ սովորել։ Գրքի վրա կարող եք գումար ծախսել, օրինակ, ուսման վրա կարող եք գումար ծախսել, կարող ինչ-որ բան է գալիս այստեղ, որը չգիտեք, հա, ոնց որ մեկ էլ հոп ինչ-որ մի տեղից, մեկ էլ որ այսա պետք է վճարես, ոչ ոք չի ասել ձեզ, որ դա պետք է վճարեք, մեկ էլ հոп ինչ-որ մի բան է, հա, այսա արդեն վճարման ենթակա է։ Եվ առողջության հետ կապված այստեղ խնդիրներ կան, լաբիրինթ է, կամ չեք կարողանում ազատվել որևէ խնդրից առողջական, նեղում է դա ձեզ, տեսնենք ազատվեք, ոնց որ մարդը ինչ-որ մի խնդրի մեջ է եւ չի կարողանում, չգիտի ոնց բուժի, չգիտի ինչ անի, կամ գիշերը չի կարողում լավ քնի, կամ ոչ մի բան։ Հատուկ վիտամիններ կան, որոնք որ իրոք ազդում են եւ քնի վրա, եւ մարդը ինչ-որ մի ձևով ներվային անում է նաեւ։
Կամ ինչ որ մի տղամարդու հետ է կապված, կամ ոյցե բժշկի հետ է կապված այստեղ, ում չեք կարողանում տեսնել, կամ անընդհատ ֆրցնում է ձեզ մատերի վրա, կամ ինչ որ մի բան է այստեղ։ Հղիություն է սա։ Եթե այստեղ հղիության հետ կապված ձեզ են մեղադրում, խնդրի մեջ այստեղ խնդիրը տղամարդն է, ոչ թե դուք։ Այստեղ ձեզ մոտ խնդիրներ չկան, այստեղ տղամարդու հետ է կապված այդ խնդիրը։ Թող ինքը գնա բժշկի, երեխա ունենալու հետ կապված։ Միգուցե այստեղ բժիշկն է ձեզ, հա, բժիշկն է այդ տղամարդը եւ դա ինքն է ձեզ ասում, որ սա կարող է նաև լինել պորտալարը երեխայի, որ պետք է ավելի զգույշ լինել, ուշադիր լինել, չլարվել, երեխան շատ է պտտվում, երբ որ դուք լարվում եք։ Ինչ որ պահեր են, որ նաև կարող է, ովքեր որ հղի են, դրան է վերաբերվում։ Եթե ոչ կարող է այդ տղամարդն է, որ անդադ պտտացնում է ձեզ, այսօր վաղը եւ չեք կարողում գնալ օրինակ բժշկի, չեք կարողում, հա, կարող ինքը ձեր անձնական բժիշկն է եւ չեք կարողանում գնալ եւ բուժվել։ Ամենայն դեպս կամ այս տղամարդու մոտ է այդ խնդիրները։ Ստիպված եք լինում ոնց որ ձեր երեխաներին ներքաշել այդ խնդրի մեջ, որ ընդհանուր տեսնեն ինչ է կատարվում։ Ինչ որ խնդիր է սա, առողջության։ Այսքանը ձեզ համար, ուրեմն ուղղակի պետք է գնալ ճիշտ բժշկի մոտ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։